Բարի լույս, բարի կիրակի։ Այսօրվա ընթերցումը Պողոս Առաքյալի Տիտոսին ուղված թղթից է։ Պողոսը ծառա Աստուծո եւ Առաքյալ Հիսուս Քրիստոսի, որ կոչված է բերելու Աստուծո ընտրյալներին հավատի եւ ճշմարտության գիտությանը, որ Աստվածապաշտությամբ է եւ հավիտենական կյանքի հույսով, որը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ, բայց հայտնեց իր խոսքը իր ժամանակին քարոզչությամբ, որին ես հավատարիմ եղա ըստ մեր Փրկիչ Աստուծո հրամանի, Տիտոսին, ընդհանրական հավատի մեջ իմ սիրելի որդուն, շնորհ եւ խաղաղություն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսից։ Ուրեմն, ինչն է այսօրվա մեր խորհուրդը հոգևոր նախաճաշի։ Նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, որ մենք գիտության մեջ եւ հավատքի մեջ ավելի ամուր ենք դառնում, երբ ունենք Աստվածպաշտություն։ Եվ ինչ է Աստվածպաշտությունը։ Աստվածպաշտությունը, սիրելիներ, այն պաշտամունքային կյանքն է, որ մենք պիտի ունենանք Աստծո նկատմամբ, որի մեջ մտնում է աղոթական կյանք, որի մեջ մտնում է ընդհանրական աղոթքներին մասնակցելու սովորություն, որի մեջ մտնում են այն կարգերն ու խորհուրդները, որոնք մեզ ավելի մտերիմ են դարձնում Աստծո հետ։ Ես որպես ծիսակատար քահանա շատ դեպքերում առնչվում են տարբեր մարդկանց հետ, տարբեր խմբերի հետ, որոնք գալիս են եկեղեցի կամ պսակվելու նպատակով, կամ մկրտության նպատակով եւ կամ այլ արարողության մասնակցելու։ Ցավոք պիտի նշեմ, որ շատ դեպքերում մասնակից մարդիկ, ովքեր մասնակցում են տվյալ խորհրդին կամ արարողությանը, միշտ չէ, որ ամբողջապես այդ խորհրդի եւ արարողության մեջ են։ Ավելի շատ փորձում են իրարից զրուցել եկեղեցում, ավելի շատ անտարբեր են եւ սպասում են, թե երբ պիտի վերջացնես, որ իրենք գնան, եւ ստացվում է, որ իրենք ներկա են ֆիզիկապես, բայց հոգեպես այդ Աստվածպաշտության մաս ու բաժին չեն կազմում։ Բայց հետո, երբ հավաքվեն խնջույքի սեղանների շուրջ, պիտի ասեն, որ իրենք քրիստոնյաներ են, որովհետեւ իրենք եկեղեցով այսինչ արարողություն արեցին։ Այստեղ է абսուրդը, որովհետև ստացվում է, որ մարդը ինքն իրեն համարում է քրիստոնյա, բայց Աստվածպաշտության արարողության մասի բաժին չի ուզում կազմել։ Մյուս կողմից մենք որպես հոգևոր մարդիկ, որպես քրիստոնյաներ, երբ մասնակցում ենք Սուրբ Պատարագին կամ Ժամիրկությանը, որքանով է մեր ամբողջ Աստվածպաշտությունը ամբողջական։ Այսօր բերեք մենք ինքներս մեզ հարցնենք, որքանով ենք մենք տրամադրված մեր արարողություններին, որքանով ենք հասկանում, իսկ եթե չենք հասկանում, այստեղ պետք է ուրեմն ջանք դնել, այստեղ պետք է ուշադրություն դնել, երբեմն անգամ սովորել, ընթերցել, ճանաչել, որպեսզի մեր կյանքը լինի Աստվածպաշտության մեջ։ Ինչ որ է, սիրելիներս, Պողոս Առաքյալը Տիտոսին ուղղված իր նամակում ասում է, որ Աստվածպաշտությունը հավատքի հիմքն է եւ հավիտենական կյանքի նկատմամբ հույսը։ Ուրեմն չկորցնենք այդ հավատքի հիմքը եւ չկորցնենք այն հույսը, որ մեզ բերում է եւ տանում է դեպի հավիտենական կյանք, այլ մտնենք Աստվածպաշտության ապրումի մեջ։ Պաշտենք մեր Տիրոջը մեր ամբողջ հոգով, մեր ամբողջ մտքով եւ մեր ամբողջ էությամբ եւ պիտի տեսնենք այդ Աստվածպաշտությունը մեզ բերում է մի նոր վիճակ, ավելի ամուր, ավելի կայուն եւ ավելի ներքին խաղաղություն։ Բարի եւ խաղաղ կիրակի ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։